տեսակի ղեկավար է պետք, որ վերջապես խաղաղվենք, հանգիստ մեր գործով զբաղվենք, ինքն էլ այդ բոլոր հարցերը լուծի։ Նախ ղեկավարից պետք է մի քիչ վախենան, քաշվեն, ոչ թե խոսքի Նիկոլ Փաշինյանի նման, ինքը ընդհանրապես ղեկավարի նման էլ չի, ով ինչ ասում է անում է, հատկապես ադրբեջանցիները, ինչ ուզեցին տվեցին։ Մեզ երևի ավելի շատ Սամվել Կարապետյանի նման ղեկավար է պետք, եթե լինի ավելի լավ։ Խելացի, անշահախնդիր, ժողովրդի մասին մտածող, մեր մատաղ սերնդի մասին մտածող, որ բարգավաճ ենք, ուժեղ բանական մեզ պետք, զինվելա պետք, մեր հողը մենք ենք պաշտպանել, հասկանում եք։ Թուրքի հետ երբեք եղբայրություն չի եղել, դարերի ընթացքը մեզ կեղեքել են, կոտորել են, սվինահարեն արել մեր հեղի կանանց երեխեքը փորների մեջ կդրել են, այդ ձևի մարդկանց հետ ոնց կարել է, այսօրվա դրությամբ 120-130 հազար հայ ժողովուրդ տեղահանեցին, դա կոտորած չէր, դա երկրորդ կոտորածն էր, կոտորած էր, ինչ մեղք ունեին այդ ժողովուրդը, Ստալինը պետք որ են անվորակներին նա դաստիարակի Վազգեև պատմի Մեզ պետք է երկաթյա ղեկավար, որ ասած է օրենքը լի, ղեկավարին որ ձեռ առան, նա ղեկավար չի, աղջիկ ջան, էլ եմ ասում, մի քիչ խստություն ա պետք, որ ժողովուրդը հավատ ներշին չի, ոնց որ բրախլամա երզիրելի, ու ինչ ուզենա են էլ անում, բրախած։ Երկրի ղեկավարը պետք է լինի ժողովրդավարական, չգիտեմ, իմ կարծիքով է դա ժողովրդավարական, ժողովրդասեր, ազգասեր, հայրենասեր, ազգին դավաճան չլինի, պետք է երկրի ղեկավարը այդպիսին լինի։ Գիտեք ինչ, մի քիչ տղամարդկություն ունենա, մի քիչ կյանք տեղացրի, իսկ հազարից աշխատած, ստեղծած, ամեն բնակավար անցկացած մարդ էլիս, ամեն ինչին ծանոթ էլիս, սաղ է հոգեբանությունները իմանա, փոքրից միջի մենձը, ասենք ինքը ինֆորմացիաներ կարող ունենա ու վերջ, բայց ասենք լի Գագիկ Ծառուկյանը կամ ասենք Սամվել Կարապետյան ասիր, նրանք զրոյից սկսել են բարձր բանի են հասել, մենակ որ գնա Ալիևի կողքին կայնի մի բան այլ մի քանի միավոր մի անգամից, իսկ չէ, Այսինքն ձիքը լինի, պին դրնի։ մի քիչ բանը էլի գործ արած ունենա, մի բան արած ունենա, որ գիտես ինչ, հազարավոր աշխատանքատեղեր բացած մարդիկ են, դրանք արդեն մի բան, ոնց են ասում, վաստակ ունի արդեն, մի բան ունի արած, ժողովրդի համար, հանրապետության համար։ Երկրի ղեկավարը դիլի ժողովրդի կողմից, ժողովրդի հոգսերը հոգա, ուրիշ ոչ մի բան։ ուժեղ, օրինապաշտ, դեմոկրատ, չասում, ազգապաշտպան եւ այլն։ Զգաստ, խորիմաստ, մի քիչ էլ պահանջատեր, մի քիչ շատ ներող ապուկա։ Ես միշտ էլ գտնում եմ, որ երկրի ղեկավարը նախ պետք է լինի համարձակ, դրսում լինի համարձակ, այդ բանակցությունների բանի ժամանակ, պետությունների ղեկավարների հետ բանակցությունները բարի համարձակ, իսկ ներսում կոմպրոմիս լինի, իրար հասկանան, այդ կուսակցությունները, այդ բազմակուսակցություն, բոլոր կուսակցությունները մի նպատակ ունենան, միանան, իրար հետ գործեն, թե չէ Կռիլով է առատի նման ամեքը մի կողմից զրկում։ Նորմալ մարդելի, հայրենասեր մարդելի կա նստի ղեկավարի, որ հայրենիքի մար մտածի, չգա նստի անուն հանի, թե ես անում եմ, բայց լավ էլ ուտեմ եմ։ Всё, այդքան բան։